Երեք իրար հաջորդող կիրակիներ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կեղծ պատարակների։ Իր աջակցությունը հայտնելով կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին Հովանավանքում երկու անգամ ներկա գտնվեց կեղծ պատարակի, ապա նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Տեր Թադեյ և վերջերս կարգալույծ ճանաչված Վարդան Հունանյանի ձեռամբ մատուցված պատարակին։ Փաշինյանի հետ միասին այդ պատարակներին է մասնակցել նաև իշխանական վերնախավը։ Նրանք բոլորը մեկ մարդու պես համոզված են, կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող կարգալույծ ճանաչել քահանաներին, այդպես են կարծում նաև կարգալույծ քահանաները։ Կարգալույծ եղած կաթողիկոսին չի կարա կարգալույծ անի։ Նիկոլ Փաշինյանը համոզված էր Հովանավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված պատարակը լինելու էր վեհարանը վեհափառից ազատագրելու գործընթացի մեկնարկը, սակայն երեք պատարակների մասնակցելով Նիկոլ Փաշինյանը կարծես թե հիասթափվել է քաղաքացիներից ոչ բավարար աջակցություն ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանը պատարակի ավարտից հետո նշել է. «Մեր մի շարք նվիրված ու երիտասարդ հոգևորականների տեսնելով ավելի եմ սիրում մեր եկեղեցին» եւ ապա հայտնել, որ նոյեմբերի 16-ին Վայոց Ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Տեր Հովհաննես Մաթեոսյանի ձեռամբ մատուցվող պատարակին։ Թալինի Սուրբ Աստվածածին պատարակը, ինչպես հայտնել է Նիկոլ Փաշինյանը, մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար էր։ Մինչդեռ նոյեմբերի 9-ին 44-օրյա պատերազմի ավարտի օրը շուրջ 5000 եւ ավելի զոհ տված իշխանության որևէ գերատեսչությունից ծաղկեպսակ չուղարկվեց եռաբլուր։